անցնենք առաջիկա օրերի կանխատեսման։ Այսօր մեր երկիրը կրկին գտնվում է ցիկլոնի ազդեցության գոտում, որի ակտիվությունը հատկապես մեծ կլինի Վայոց ձորում և Սյունիքում։ Այսօր ցերեկաշրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, Վայոց ձորի և Սյունիքի մարզում, միջին ինտենսիվության մնացած գոտիներում թույլ։ Առաջիկա գիշերը տեղումները կպահպանվեն միայն Վայոց ձորում և Սյունիքում, մյուս շրջաններում կդադարեն, վաղը ցերեկը, այսինքն դեկտեմբերի 30-ի ցերեկը և դեկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերը երկրի ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 31-ին կեսօրից հետո միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է հաջորդ ցիկլոնը, այսպիսով դեկտեմբերի 31-ի հետկեսօրյա ժամերից հունվարի 1-ին, հունվարի 2-ին մինչև կեսօր Հայաստանը գտնվելու է միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում դեկտեմբերի 31-ին կեսօրից հետո հանրապետության մի շարք շրջաններում կսկսվեն ձյան տեսքով տեղումներ, որոնք կշարունակվեն հունվարի 1-ին, հունվարի 2-ի գիշերը և հունվարի 2-ի առավոտյան ժամերին, հունվարի 2-ի ցերեկը դրանք հիմնականում կպահպանվեն Վայոց ձորում և Սյունիքում, հունվարի 3-ից երկրի ողջ տարածքում տեղումները կդադարեն և դրան հաջորդող 5 օրերին կհաստատվի առանց տեղումների եղանակ։ Հիմա ինչ սպասենք առաջիկա 5 օրերին օդի ջերմային ֆոնում։ Առաջիկա գիշերը ջերմաստիճանը կրկին զգալի կնվազի, մոտ 5-ից 7 աստիճանով այսօրվա համեմատ, հունվարի 31-ից մեկ նկատ ժամանակահատվածում 8-ից 10 աստիճանով կբարձրանա, որովհետև և ունենք հարավ-արևմտյան ցիկլոն և անպամատություն և տեղումներ դրանով պայմանավորված։ Բայց հունվարի 3-ից սկսած, երբ եղանակը կպարզի հանրապետությունում կհաստատվի անտիցիկլոնային դաշտ, օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կրկին կնվազի մոտ 8-ից 10 աստիճանով և հատկապես լեռնային շրջաններում արդեն կարձանագրենք բավականին ցածր ջերմաստիճաններ, որոնք արդեն ներկայացրեցի։